Վերադարձանք տաղավար, շարունակվում է առավոտ լուսոն, իսկ մենք շարունակում ենք խոսել առողջության պահպանման, կարելի ասել այս շրջանի ամենակարևոր թեմաներից մեկի մասին, մասնավորապես հակաբիոտիկներին ենք անդրադառնալու, որովհետև նոյեմբերի 18-ը հակաբիոտիկների դեմ պայքարի համաշխարհային օրն է համարվում։ Իսկ այսօրվա մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատու ընտանեկան բժշկության գծով Սամվել Հարումյանին։ Միանգամից ասում ենք ձեզ բարի լույս։ Բարի լույս։ Դե սկսենք, պատմեք մի քիչ հակաբիոտիկների մասին։ Եվ ինչու ենք պայքարում։ Ինչու ենք պայքարում, այո։ Պայքարում ենք, որովհետև հակաբիոտիկները շատ լուրջ միջոցներ են, դեղեր են, որոնք փրկում են կյանքեր, բայց պետք է նշանակել ճիշտ դեպքերում, ճիշտ տեղաչափերով։ Եվ հաճախ, քանի որ պացիենտները ինքնուրույն կարող են վերցնել հակաբիոտիկը հարևանի առաջարկած կամ դեղատան առաջարկած ու օգտագործել, դա կարող է բերել բազմաթիվ անցանկալի հետևանքների։ Առաջի հերթին կողմնակի ազդեցություններ, հակաբիոտիկները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, տարբեր տեսակի հակաբիոտիկներ կան, որոնք ավելի սպეციფიկ կողմնակի ազդեցություններ ունեն ընդհանուր միջև սիրտանոթային համակարգին, կարող են առաջացնել աղիների միկրոֆլորայի խանգարումներ ու փորլուծություն, որ ժողովուրդը մեջ ընդունված է դիսբակտերիոզ անունով, եւ վերջապես կարող են առաջացնել կայունություն բակտերիաների մոտ հակաբիոտիկների հանդեպ եւ արդյունքում հետագայում երբ մեզ պետք է լինում բուժել տվյալ վարակը, բակտերիալ վարակը, բակտերիաները ձեռք են բերում արդեն շատ կայուն շտամներ են առաջանում, որոնք այլևս տվյալ անտիբիոտիկով չեն բուժվում եւ արդյունքում եթե վիճակագրական տվյալներ կան, եթե միջինը բակտերիալ վարակի համար պահանջվում է 6-ից 7 օր, այդ դեպքում կարող է պահանջվել 12-ից 13 օր եւ ավելի ուժեղ հակաբիոտիկներով, քան կարելի է բուժել մինչեւ այդ։ Կան ռեզերվային հակաբիոտիկներ, որոնք այժմ կիրառվում են, ասենք, բարդ դեպքերի համար, կայուն շտամների դեպքում, այդ ժամանակ ստիպված պետք է կիրառել ավելի ուժեղ հակաբիոտիկներ, նոր սերնդի, ավելի բարձր գնով, ավելի երկարատև եւ նաեւ ցավոք կարող են ունենալ վատ ելքեր։ Իրականում բավականին բարդ է մեր օրերում, որովհետև ոչ միայն նախկինում, երբ միայն հարևաններին եւ դեղատան աշխատակիցներին էին դիմում, հիմա նաեւ սոցհարթակների միջոցով են մարդիկ ինքնաբուժությամբ զբաղվում եւ ինչպիսի խնդիրներ են մինչ օրս առաջացել նման դեպքերի արդյունքում, դուք նշեցիք հակաբիոտիկների օգտագործումը ինչ կարող է առաջացնել, օրինակ ալերգիաներ եւ այլ խնդիրներ, արդյոք եղել են այնպիսի դեպքեր, երբ հակաբիոտիկների այդ վատ ազդեցությամբ են դիմել հիվանդանոց մարդիկ։ Իհարկե եղել են, հաճախ գալիս են ծանր արտահայտված ալերգիկ ռեակցիաներով, որոնք կարող են չլինել, եթե անտեղի չկիրառեին հակաբիոտիկ, կամ նաև տարածված սխալ է, ընդհանրենք պետք էր հակաբիոտիկ, բայց պետք էր նշանակել ճիշտ տեղաչափով եւ ճիշտ տևողությամբ, բայց ցավոք կարող են օգտագործել 3 օր, սովորաբար 2-3 օրվա մեջ ճիշտ ընտրված հակաբիոտիկը դրական տեղաշարժ է բերում պացիենտի վիճակի մեջ, բայց պետք է կուրսը ավարտել, որը նվազագույնը հաճախ լինում է 5 օր, 7 օր, եւ այդ կիսատ օգտագործումը ելի բերում է նրան, որ ելի կայուն շտամներ կարող են առաջանալ եւ պացիենտի մոտ հիվանդությունը ձգձգվի եւ դրա համար ստիպված նշանակենք ավելի ուրիշ խմբի հակաբիոտիկներ ավելի մեծ տեղաչափերով եւ հիվանդության ընթացքը կբարդանա։ Իմ մոտ այնպեսի տպավորություն է միշտ եղել, որ ես միշտ վախեցել եմ հակաբիոտիկներից, փոքր ժամանակվանից ասում են՝ մի օգտագործի եք։ Ես ուզում եմ հասկանամ, որ օգուտ չկա կամ չգիտեմ, միայն պետք է վախենալ։ Չէ, իհարկե օգուտ կա, պետք է սիրել դեղը, եթե դեղը ճիշտ է նշանակված, ճիշտ հիվանդության դեպքում, ճիշտ ախտորոշման դեպքում։ Այսպիսի տվյալներ կան, որ օրինակ մենք թվում է թե եթե մարդը
բրոնխիտ ունի կամ ֆարինգիտ ունի, անպայման պետք է օգտագործի հակաբիոտիկ, բայց էլի վիճակագրական տվյալներով 95% դեպքերում բրոնխիտը պայմանավորված է վիրուսային վարանքով։ Կամ այդ ֆարինգիտներ, տոնսիլիտներ 50-ից 80% դեպքերում էլի հարուցիչները վիրուսներ են եւ բնականաբար պետք է մի բան հիշենք, վիրուսներին հակաբիոտիկները չեն օգնում։ Կան հատուկ հակավիրուսային դեղեր, շատ չեն իմիջիալոց, որոնք էլի բժիշկը պետք է հետազոտություն անի տվյալ վիրուսը հայտնաբերելուց նոր նշանակի այդ հակավիրուսային դեղերը։ Իսկ հակաբիոտիկները ոչ մի օգուտ չեն տալիս։ Ուղղակի հաճախ այդ վիրուսները իրենց կանցնեն, առատ հեղուկներ, մրգեր, բանջարեղեն ու ախտանիշային բուժում, ասենք քթահոսությունա, քթի կաթիլներ կամ հազի ինչ որտեղ եթե հազը շատ է անհանգստացնում։ Եվ մի քանի օրվա մեջ վիրուսը հաղթահարվում է օրգանիզմի կողմից եւ եթե այդ ընթացքում սխալմամբ ընդունում է հակաբիոտիկ, իրեն թվում է, որ հակաբիոտիկը օգնեց ու գալիս է բժշկի մոտ ասում է արդեն դեղը խմեցի, օգնեց, բայց իրականում բժիշկը պետք է հետազոտի, հասկանա կար բակտերիալ վարակի նշաններ, դրա համար եւ կլինիկական նշաններով եւ լաբորատոր գործիքային հետազոտություններով բժիշկը կողմնորոշվում է։ Եթե կա բակտերիալ վարակ, այո, լավ դեղ է հակաբիոտիկը, ընդ որում էլի պետք է սկսել ավելի մեղմ հակաբիոտիկներից, առաջի շարքի ամեն հիվանդությունների համար կան գործելակարգեր, որտեղ որոշում է բժիշկը սկսել առաջի շարքի հակաբիոտիկները, օրինակ պենիցիլին, ամոքսիցիլին, շատ մեղմ, փափուկ, քիչ կողմնակի ազդեցություններով հակաբիոտիկներ եւ 2-3 օրվա մեջ գնահատում է, եթե դրական տեղաշարժ է լինում, շարունակում է ավարտել կուրսը տվյալ հակաբիոտիկով, եթե չէ, նոր փոխում է խումբը։ Իրականում, քանի որ խոսեցինք ինքնաբուժության մասին, շատ հաճախ միֆեր են մեր առաջ գալիս որպես նորություններ, առաջարկելով այս կամային բուժման մեթոդը, որոնք են այն միֆերը, որ առաջին հերթին բախվում ենք հակաբիոտիկների հետ ծանոթանալու ընթացքում։ Դե էլի միֆերից նաև են հաճախ որ մարդը այդ նոր թվարկեցի, որ ինքը իրան վիրուսը լավանալու էր առանց որևէ դեղամիջոցի, բայց ինքը հարևանից լսած կամ ձեր ասած սոցհարթակներում կարդացած ինչ որ անտիբիոտիկ կիրառում է եւ ասում է այդ ինչ լավ էր, օգնեց ինձ այդ անտիբիոտիկը եւ ստացվեց անտեղի դեղի օգտագործում։ Միֆերից է, որ անտիբիոտիկները բոլոր տեսակի մրսածություններին, բոլոր տեսակի վարակներին օգնում է, բայց էլի շեշտեմ, որ ոչ կան վիրուսային վարակներ, սնկային վարակներ, այլ հարուցիչներով անտիբիոտիկները օգնում են միայն բակտերիալ վարակների դեպքում, մնացած դեպքերում դրական տեղաշարժերը կարող են ուղղակի զուգադիպել։ Իսկ հակաբիոտիկների առաջացրած հետևանքները, որոնք առաջին հայացքից կարող են չթվալ նույնիսկ, որ դրանք կան մարդու մոտ, որովհետև օրգանիզմի ներսում են տեղի ունենում եւ որևէ կերպ չի արտահայտվում, կարող է դրան չհետևելու պատճառով հետագայում այլ ավելի բարդ առողջական խնդիրներ առաջանալ։ Օրինակ, սխալ հակաբիոտիկը առաջացնի ստամոքսաղիքային ինչ-որ տրակտի խանգարում, որը ընդհանրապես կապ չուներ նախնական հիվանդության հետ։ Հաճախ հանդիպող հետևանքներից կողմնակի ազդեցություններից է անտիբիոտիկ ասոցացված փորլուծությունը, երբ անտիբիոտիկները բացի այն, որ ազդում են վնասակար բակտերիաների վրա, օրգանիզմում կան նաև շատ օգտակար բակտերիաներ, որոնք կազմում են նորմալ միկրոֆլորան աղիներում, դրանք անհրաժեշտ են աղիների գործունեության համար, նորմալ աշխարհում, ընդհանրապես իմունիտետի համար կարևոր բակտերիաներ կան, որոնք պետք է լինեն միշտ օրգանիզմում եւ ցավոք սրտի անտիբիոտիկները ոչնչացնում են նաև այդ բակտերիաները եւ դրա հետևանքով կարող է առաջանալ օրինակ ձգձգվող փորլուծություն, էլի պացիենտը դիմում է բժշկին, բժիշկը համապատասխան միջոցներով փորձում է կարգավորել այդ խնդիրը, բայց դրանք կարող են չառաջանալ, եթե անտեղի չօգտագործվեր։ Իսկ ընտանեկան բժիշկների դերը
Որքանով է կարևոր հակաբիոտիկների ճիշտ գրագետ կիրառման մեջ։ Դերը հենց առաջի տեղում է, որ մենք պացիենտներին ասում ենք ինչ խնդիր ունեք, հաճախ պացիենտը ինքնուրույն գնում է ռենտգեն հետազոտության նոր գալիս է բժշկի։ Ռենտգենով գալիս, բժիշկ ջան, ռենտգենը արել եմ։ Կամ գնում է լաբորատորիա մի հատ ընդհանուր ստուգեք ինձ, հետո նոր գալիս է։ Ամեն հետազոտություն, ամեն բուժում պետք է սկսել ընտանեկան բժշկից։ Ընտանեկան բժիշկը կզննի, կլսի գանգատները, օբյեկտիվ քննություն է կոչվում, թոքերը կլսի, կոկորդը կնայի, անհրաժեշտության ցուցումների դեպքում նոր կնշանակի ռենտգեն հետազոտություն, համապատասխան արյան քննություններ եւ այդ արդյունքում ինքը կորոշի նշանակել անտիբիոտիկ թե ոչ, ընդհանրապես բուժում նշանակել, ընտանեկան բժիշկը առաջի տեղում է։ Իրականում սա նաև հիանալի մշակույթ է, որը գնալով էլ ավելի է ձևավորվում մեզ մոտ, երբ ընտանիքով այցելում են բժշկի, խոսում են բոլոր առողջական խնդիրների մասին, փորձում են լուծում գտնել միասին, եւ նաև երեխաների համար է այս մշակույթը շատ կարևոր, որ ձևավորվում է եւ վստահությունը մեծանում է բժիշկների նկատմամբ։ Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, որ բուժում եք մարդկանց եւ փրկում եք կյանքեր։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, որ ինքնաբուժությունը չի խրախուսվում, եթե կան առողջական խնդիրներ, գանգատներ, անգամ ամենափոքր գանգատի դեպքում պետք է դիմել բժշկի, խոսել, քննարկել, գուցե ձեզ մոտ ընդհանրապես գերհոգնածություն է։ Մի արեք այդպիսի բաներ։ Իսկ մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն, որից հետո վերադառնալու ենք եւ շարունակենք մեր եթերի ամենահամեղ հատվածով։